Խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցնելուց անմիջապես հետո Երևանը հրապարակայնորեն պատրաստակամություն է հայտնել խորհրդակցություններ սկսել ադրբեջանցի գործընկերների հետ այն ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար։ Ադրբեջանական կողմը մինչդեռ թեպետ համաձայն է տեքստի հետ, բայց ստորագրելու համար նախապայմաններ է առաջադրում։ Բրազիլիա պաշտոնական այցի ընթացքում Correio Braziliense օրաթերթին տված հարցազրույցում նշել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Այս նախապայմանները ներառում են փոփոխություններ Հայաստանի սահմանադրության մեջ եւ սահմանափակումներ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող զինամթերքի ու սպառազինության հարցում։ Հետաքրքիրը այն է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք նաեւ այլ առաջարկներ, որոնք մեր համոզմամբ կլինեն երկուստեք շահավետ։ Օրինակ, մենք առաջարկել ենք ստեղծել երկկողմանի մեխանիզմ սպառազինությունների վերահսկողության եւ վերիֆիկացիայի համար։ Ադրբեջանից դրական արձագանք չի եղել։ Միրզոյանը մատնանշել է անցած շաբաթ Բաքվից հնչած կեղծ մեղադրանքները, թե իբր Հայաստանի զինված ուժերը զինադադարի ռեժիմը խախտել են սահմանային գոտում։ Այնինչ Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, որը հետևում է իրավիճակին սահմանի երկայնքով, չի արձանագրել Հայաստանի կողմից որևէ խախտում։ Նախարարը մանրամասնել է, որ հայկական կողմը դիմել է Ադրբեջանին պահանջելով խախտումների ապացույցներ կամ փաստական տվյալներ, եթե այդպիսիք կան, հետաքննություն անելու համար, որոնք սակայն չեն ներկայացվել։ Մեր մյուս առաջարկը սահմանային միջադեպերի երկկողմ վերիֆիկացիայի մեխանիզմի ստեղծումն էր։ Ավելին, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի եւ մենք հաստատենք հարաբերություններ Ադրբեջանի հետ, դա ինքնին դեռ բավարար չի լինի։ Կարող են լինել նաեւ երկու երկրների համար փոխշահավետ այլ ծրագրեր։ Մենք առաջարկել ենք նաեւ բացել հաղորդակցության, տրանսպորտային եւ ենթակառուցվածքային կապերը։ Ադրբեջանը կարիք ունի օգտվելու մեր երկաթուղիներից իրենց երկրի երկու հատվածները կապելու համար, բայց նրանք կարող են նաեւ օգտվել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքից, միանալու Թուրքիային, միջերկրական ծովին եւ այլն։ Մեր առաջարկների եւ գաղափարների նախնական փոխանակման հիման վրա մենք կարող ենք ստանալ փոխադարձ հասանելիություն Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքին, սակայն այս առնչությամբ էլ դրական պատասխան չստացանք։ Համաձայնագրի տեքստի շուրջ ընդհանուր հայտարարի գալուց հետո էլ Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով եւ դրական չի պատասխանում Հայաստանի կառուցողական առաջարկներին, որոնք կարող էին բերել իրական եւ երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում, շեշտել է նախարար Միրզոյանը։ Արդյոք խաղաղության պայմանագիրը վտանգի տակ է, հարցրել է լրագրողը։ Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին եւ Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք ոչ մտադրություն ունենք, ոչ պատճառ, ոչ էլ դրդապատճառ նոր պատերազմ մեկնարկելու կամ իրավիճակը սրելու համար։ Կա դրական լուր, բանակցությունների ավարտը եւ խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելը։ Սակայն կա նաեւ մտահոգիչ լուր։ Այո, խաղաղությունը ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով։ Հայաստանի արտգործնախարարը խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից, մանրամասնել կառուցողական երկխոսություն կա եւ երկու կողմից էլ բացակայում են նախապայմանները։ Հայկական կողմը հայտարարել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանների բացումը, որը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Մենք համաձայնության ենք եկել, որ առաջին փուլում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր կրող հայ ու թուրք քաղաքացիների համար։ Այս համաձայնությունը սակայն դեռևս չի իրականացվել։ Թուրք գործընկերներից լսում ենք, որ նրանք զսպվածություն են ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի լիարժեք բացման հարցում, մինչև Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Թեև չկա պաշտոնական նախապայման, փաստացի տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ, սակայն մենք հավատում ենք, որ եթե բացվեր Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա։ Այս ամենին զուգահեռ երկկողմանի հիմունքներով սկսվել են սահմանի ենթակառուցվածքային աշխատանքներ։ Հայ եւ թուրք փորձագետներն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։ Մենք համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում անհետ կորած անձանց եւ բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումից։ Միևնույն ժամանակ դեռևս կան հայ գերիներ Բաքվում, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթացների միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը։
Խոսելով հայ-ամերիկյան հարաբերություններից Միրզոյանը հիշեցրել է հունվարին ստորագրված ռազմավարական գործընկերության կանոնադրությունը, որը բարձրացրել է հարաբերությունների մակարդակը։ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի գործընկերների հետ մի քանի հանդիպում եղել է, ասել է Միրզոյանը, կա Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նկատմամբ հետաքրքրություն։ Նախագահ Թրամփը եւ նրա թիմը խոսել են աշխարհում խաղաղության մասին, քանի որ մենք խորապես շահագրգռված ենք խաղաղությամբ, դա ոգեշնչող է։ Մենք կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար։ Միրզոյանը կարևորել է Բրազիլիա այցը, նշել, որ հարաբերությունների խորացումը սկսել է նախորդ տարի եւ երկար դադարից հետո վերսկսվել են արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները, իսկ տարեվերջին նախատեսված է երկրորդ փուլը։ Երևան կայցելեն բրազիլացի դիվանագետներ, Հայաստան այցելելու հրավեր ունի արտգործնախարար Մաուրո Վիեյրան։ Քաղաքական երկխոսությունն ակտիվացել է եւ կպահպանի իր դինամիկան, նշել է Միրզոյանը։ Չիրացված մեծ ներուժ կա տնտեսական ուղղությամբ, բայց երկու երկրներն ունեն հստակ տեսլական հարաբերությունների մեծացմանը միտված քայլերի ուղղությամբ։ Մուշեղ Իսախանյան, լուրեր։